քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գործարար Սամվել Կարապետյանի այս հայտարարությանը շարունակում են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց բարերարի եղբորորդին նշում է ամեն ինչ ուղիղ ու հստակ է ասված։ Եկեղեցու թիրախավորումը գործարարի համար անընդունելի է ու ինչպես ցանկացած արժանապատիվ հայ մարդ, Կարապետյանը եւս արդարության կողքին կանգնելու իր տարբերակը իր ձևն ունի, ասում է Նարեկ Կարապետյանը ու շարունակում մնացածը հնարքներ են ասածը այլ կերպ ներկայացնելու ձգտում։ Հասարակության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ ունի իր ձևով իր շահերը ներկայացնելու իրավունք։ Քաղաքական գործիչները ունեն քաղաքական խոսքով, արվեստագետները արվեստով։ Մենք տեսնում ենք, որ ինչպես յուրաքանչյուր հայորդի, մենք նույնպես մեր ձևով պետք է հակազդենք դրան։ Ու մեր ձևը դա հասարակությանը հասկացնելն է, մեր ժողովրդին հասկացնելն է, որ այս ճանապարհը, այս ամեն ինչը սկսվել է ոչ թե նրա համար, որ ինչ որ քահանա լավն է, ինչ որ քահանա վատն է, այլ սա ուրիշ նպատակներ ունի ու այս նպատակներին դեմ գնալու պարագայում մենք ավելի մեծ վտանգներից ենք մեզ պաշտպանելու, որովհետև հաստատ այս պահին չէ, որ մարդկանց հետաքրքրում է, թե այս կամ այն քահանայի կամ այն սրբազան հոր ինչ որ վարվելաձև։ Սատարման կարճ խոսքը դարձավ այնպիսի ծավալումների առիթ, որ գործարարը հայտնվեց կալանավայրում։ Ամեն ինչ լավ ալնելու։ Այն, որ Կարապետյանի հայտարարությունից հետո կարող էին այսպիսի զարգացումներ լինել, ըստ Նարեկ Կարապետյանի կանխատեսելի սցենարեր ընտանիքի համար հավելում է Կարապետյանին լրացնելու փորձերը անհաջող են, նա հաստատուն ու անփոփոխ է եկեղեցու կողքին լինել մնալու որոշումով։ Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը։ Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահը ասում է, այնինչ տեղի է ունենում եկեղեցուն ու սատարողներին լրացնելու, չեզոքացնելու փորձեր են։ Ամենամտահոգիչը, որ մոտ է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման պահը։ Եվ մենք չենք պատկերացնում, թե ինչ կա այդ պայմանագրում, որ կարող է այդպիսի մտահոգություններ առաջացնել մարդկանց մոտ եւ այդ պարագայում, եթե պայմանագրում կան ինչ-որ կետեր, որ հասարակության կողմից չեն ընկալվելու, միակ կառույցը, միակներից մեկը, որ կարող է ընդվզել դրա դեմ, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ մենք պետք է պաշտպանենք ու պահպանենք մեր հասարակության համար, եթե այդպիսի վտանգ չկա, շատ ավելի լավ։ Առաջին գերխնդիրն ըստ Կարապետյանի այն է, որ հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը խնդիրների նկատմամբ, որոնք ունենք։ Լուծումը պետք է աշխատել, նախաձեռնող լինել, յուրաքանչյուրը իր ոլորտում։ Մեկից նեղանալով գնալ վատթարագույնի ճանապարհ չէ։ Պետք է կարողանանք հավասարակշռություն պահպանել, թշնամիներ ամեն օր չստեղծենք, չբուծենք ու մեր մեջ էլ չգտնենք, այլ փորձենք հավասարակշռություն պահպանել ու աշխատանք անել։ Պետք չի խոսալ ամբողջ օրը, պետքա քայլեր ձեռնարկել, աշխատել։ Մեր հիմնական նպատակը ու իմ կարծիքով բոլորիս նպատակը պետքա լինի ամեն մեկս մեր ճանապարհում ինչ որ քայլ առաջ անել, որպեսզի կարողանանք ավելի դրական դիրքում լինենք, դրական տնտեսական դիրքում, դրական մշակութային դիրքում, երկիրը դրական պետությունն էլ ունենա դրական դիրք, թե բանակցելու, թե իր անվտանգությունը պահպանելու, թե վերջապես մեր երկրի այս խնդիրները լուծելու, աղքատություն, գործազրկություն, մյուս խնդիրները։ Երբ որ մենք ասում ենք այս մարդն է մեղավոր, այն մարդն է մեղավոր, նա էր մեղավոր, դա ավարտ չունի։ Մենք պետքա գնանք առաջ, աշխատենք, որպեսզի հասնենք նպատակին, նպատակն էլ նորմալ, դինամիկ, զարգացող երկիր, դա դժվար չի։ Այս իրադարձությունների շղթայի շարունակությունն է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման ձեռնարկը։ Նարեկ Կարապետյանը հեծի անցած ծանր ճանապարհի մասին է պատմում։ Հիշում է Էլեկտրիկ Երևանի օրերը, հեծը սնանկացման եզրին էր, երբ իրենք սկսեցին աշխատել։ Կառույցը դժվարություններով ոտքի հանեցին ու սնանկացման ճիրաններից հաջողվեց փրկել։ Այն, որ այսօր կան բազմաթիվ խնդիրներ, ինքը Կարապետյանն էլ հաստատում է, բայց պնդում է տարիներ շարունակ կառույցի գործունեության գերնպատակը հոսանքի գինը չթանկացնելն է եղել, եւ մոնիտորինգը վկայում է իր առջև դրված այդ խնդիրը կառույցի ղեկավարությունը հաջողել է լուծել։ Եկեք դիտարկենք սակագնային քաղաքականությունը, այսինքն մարդկանց էլեկտրաէներգիայի գնի գումար վճարելու քաղաքականության վրա ազդեցությունը
մեր գնելուց հետո վերջի 10 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի մեր մասնաբաժնով գինը չի փոխվել։ Հայաստանում բան կա, որ չի փոխվել, գին չի փոխվել վերջի 10 տարվա ընթացքում, ամեն ինչն է թանկացել, էլեկտրաէներգիայի մեր մասնաբաժինը չի թանկացել։ 10 տարվա ընթացքում երևի մենակ կաթի գինը գյուղերում ու էլեկտրականության գինը չի փոխվել։ Իսկ ինչպես են հաջողել պահպանել սակագնի նույն սանդղակը։ Նարեկ Կարապետյանն այստեղ հեծի արդյունավետ կառավարման քաղաքականությունն է ներկայացնում։ Երբ մենք գնեցինք Հայաստանի էլեկտրական ցանցերը, կորուստները մոտավորապես 15% էին ընդհանուր էլեկտրականության հաղորդման։ Դա մոտավորապես տասնյակ միլիոնների դոլարների կորուստներ կային։ Դա ինչ էր։ Կարելի է ասել, դա գողություններն էին, չարաշահումներն էին, տեխնիկական վիճակի վատ վիճակներ։ Ու ինչ արեցինք մենք։ Այս տարիների ընթացքում կորուստները 15%-ից իջել է 6%-ի։ Տարին մենք սակագնին Հայաստանի էլեկտրական ցանցերը սակագնին վերադարձնում է 40 միլիոն դոլար։ Այն մարդիկ, ովքեր կփորձեն ինչ որ դրդումներով, ինչ որ պատվերներով դեմ արտահայտվել, թող իրենց գրպանից 10 միլիոն դրամ փորձեն մարդկանց ինչ որ լավ բան անեն։ Հաշվարկներ ու ներդրումներ շարունակում է գործարարը, եթե թվերով, ապա խոսքը տարեկան 100 միլիոն դոլարի մասին է։ Ներդրումներից շատերը ըստ Կարապետյանի ուղղվում են տեղական գործարաններին, որոնք ստեղծել է Տաշիր ընկերությունների խումբը։ Այդ գործարաններին վճարում է հեծը եւ հանրագումարում փողը շրջանառվում է մեր երկրում եւ ոչ թե արտերկրի ընկերություններին ուղղվում։ Նաեւ ստեղծել են ու շարունակում են ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր։ Սա մի մոդել է, որը գործարարի պատկերացմամբ պետք է կիրառվի մեր երկրում ռազմաարդյունաբերության, ջրային ռեսուրսների ու մյուս ոլորտներում ևս։ Հեծում այս մոդելը հաջողել է։ Մենք վճարում ենք հայկական մեր գործարաններին, որպեսզի գործարանը արտադրեն սարքավորումները տան։ Չենք գնում ոչ Թուրքիայից, ոչ Ղազախստանից, ոչ Բելարուսից, այլ արտադրում ենք տեղում։ Այո, մենք մեր համար սարքել ենք գործարանը, որտեղ հասկանում ենք, որ էներգետիկ անվտանգության համար քո սարքավորումները դու պետք է արտադրես։ Լավ բան է։ Կա արդյոք ոլորտ Հայաստանում, որ ունի նմանատիպ լոկալիզացիա, ինչա լոկալիզացիան, որ երկրում ես արտադրում, քան էներգետիկ համակարգը։ Մենք ունենք 5 մեծ արտադրություն, ստեղծել ենք վերջի 4-5 տարվա մեջ 5 մեծ արտադրություն, որով կարողացել ենք տեղայնացնենք այն ինչ որ առաջ գնում էինք ուրիշ երկրներից։ Միայն այս տարի Հայաստանի էլեկտրական ցանցերում շուրջ 50 ենթակայան է կառուցվում, 1500 կիլոմետր գծերի փոփոխության աշխատանքներն են ընթանում։ Խնդիրների լուծումները մշակման փուլում են։ Այս հունիսին էլեկտրաէներգիայի անջատումները 40% քիչ են եղել անցած տարվա հունիսի համեմատ։ Ես չեմ ուզում ինչ որ ձև փոքրացնել բարձրավոլտի ղեկավար կազմի դերը, որովհետև նրանք մեր գոլեգաներն են, մենք հարգանք ունենք իրենց հանդեպ, բայց ամեն ինչ գալիս է պետական կառավարման էֆեկտիվությունից։ Բարձրավոլտի սակագինը վերջի 10 տարվա ընթացքում աճել է 80%-ով։ Պետական բարձրավոլտ ցանցերի սակագինը 80%-ով։ Հայաստանի էլեկտրական ցանցերինը միջին հաշվարկով միջինացված նույնն է մնացել։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման այս ձեռնարկը կարող է լուրջ հարված լինել ներդրումային շուկային։ Պարզ օրինակ է Կարապետյանի, որ քաղաքացիական կարծիք հայտնողի սեփականությունը կարող է պարզապես հարվածի տակ հայտնվել, եթե նա իշխանական պատկերացումներին դեմ է գնում։ Սա պոտենցիալ ներդրողի համար Հայաստանն ուղղակի անհրապույր կդարձնի։ Պատճառը հիմնավոր է՝ կայունություն չկա։ Երկրի ղեկավարը իր Facebook-յան էջում հայտարարում է, որ ցանկություն է հայտնել ազգայնացնի երկրի մեծ կառույցներից մեկը։ Նրանք ուշադրությունը միայն այդ ուղղության վրա են դարձնում, քանի որ իրենց կարծիքով դա իրենց համար տալու է ինչ որ հետաքրքիր գործիքակազմ, հետագա իրենց աշխատանքներին, օրինակ իրենք կարողանալու են յուրաքանչյուր ժամանակ յուրաքանչյուր տնտեսվարողի հոսանքը անջատել կամ ինչ որ տենց խնդիր ստեղծել։ Մեծ ներդրողը, եթե իմանա, որ երկրի ղեկավարները փորձում են խլել ընկերություն կամ խլել կամ անունը դնել ազգայնացում, ներդրում կանի այդ երկիրը, երկարաժամկետ երկրի ներդրումային գրավչությանը համար շատ մեծ բացասական քայլ է լինելու սա ու վերջին հաշվով բյուջեի վրա էլ է բացասական նստելու, որը անցանկալ է ուղղակի։ Մենք օրինակներ ունենք Արաբական Միացյալ Էմիրությունները, որ իրենց դռները բացել են, բոլորին ընդունում են, ոչ մի սահմանափակում չկա, հարկային մեծ արտոնություններով։ Ինչպես պետք է մենք մրցակցենք այս ընկերությունների, այս երկրների հետ։
մենակ լավ վերաբերմունքով։ Ամփոփելով Նարեկ Կարապետյանը դարձյալ է վերադառնում իրադարձությունների սկզբին։ Եկեղեցին մեր երկրի հիմնասյունն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Եկեղեցու թիրախավորումը անդառնալի կարող է լինել մեզ համար։ Ներսում թշնամիներ փնտրել պետք չէ, ճնշումներ երկիրը շենացնողների նկատմամբ բանեցնել իմաստ չունի, ասում է ու էլի մասնավորեցնում։ Սամվել Կարապետյանը աներեր է, կշարունակի պաշտպանել մեր հոգևոր տունը, կշարունակի տնտեսապես ու անվտանգային առումով երկիրը ավելի հզոր ու շեն դարձնելու գործը։ Սիրանուշ Մուրադյան, Տիգրանի Կուրգինյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։